հավասարի լրագրողներ մի ժամ ընթացքում պատրաստեն պատասխանել։ Առաջին հարցը Արմինու նայրապետը։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, անցած տարվա վերջից սկսվեց ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան, Վրաստանի տարածքով եւ վրացական կողմը, եթե չեմ սխալվում, ինչ-որ խորհրդանշական գումար էր դրա համար դրել տարանցման համար, որը ամենևին ոչ խորհրդանշական դեր ուներ այստեղ գնագոյացման վրա եւ նաեւ ապահովում էր ադրբեջանական վառելիքի մրցակցային առավելությունները տեղական շուկայում։ Հիմա ամսի 3-ին 4-ին փետրվարի դուք Վրաստանում եք, ենթադրում եմ նաեւ այս հարցը քննարկել եք ձեր վրացի գործընկերոջ հետ։ Ինչպես է հետագայում լինելու տարանցումը, ինչ վճարումներ են դրա համար սահմանվելու, արդյոք կպահպանվի այդ պրեֆերենցիալ ռեժիմը։ Շնորհակալություն։ Գիտեք, անկեղծ ասած, հարցը քննարկվել է շատ կարճ, ես ընդհանրապես շնորհակալություն եմ հայտնել Վրաստանի վարչապետին այդ աջակցության համար, մնացած արդեն կոմերցիոն դաշտում է, ես սովորություն չունեմ այդպիսի հարցերի անդրադառնալ։ Ես ոչ մի ազդակ չունեմ, որ չի շարունակվելու։ Ես տեղյակ եմ, որ նաև ընդհանուր առմամբ գներն են նվազել, որ շատ կարևոր է։ Հաջորդ հարցը Դիանա Շնորհակալություն, պարոն վարչապետ, խնդրում եմ մանրամասներ ներկայացնել խաղաղության պայմանագրի շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ, նաև բանակցությունները հիմա ինչ փուլում են գտնվում, ինչ մակարդակի վրա են։ Տեսեք, տարբեր ժամկետներ են շրջանառվում, այդ թվում նաև ադրբեջանական լրատվամիջոցներում, թե հնարավոր է խաղաղության պայմանագրի բուն ստորագրումը, վերջնական ստորագրումը տեղի ունենա ապրիլ-մայիս ամիսին։ Եվ Հայաստանում էլ անգամ ձեր ընդդիմախոսները, ընդդիմադիր ներկայացուցիչները նշում են, թե եթե այդպես լինի, ապա դա լինելու է իշխանության հերթական նախընտրական PR ակցիան։ Խնդրում եմ սրա հետ կապված մանրամասներ մի փոքր ներկայացնել։ Գիտեք ինչ, եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20-ին հարցրեիք, երբ Ադրբեջանի հետ նախաստորագրվելու խաղաղության համաձայնագիրը, ես չէի ունենա այդ հարցի պատասխանը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել ինչքան կտևի։ Այո, իհարկե հնարավոր չի, բայց էլի Հիմա բանակցությունները, դե գիտեք, հիմա ես նախկինում էլ ասել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ այսինքն առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորինս շուտ նաև ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Պարոն Փաշինյան, շատ քննարկվեց Իրանի պատերազմի ֆոնին ձեր, այսպես ասած, բեռաշքի ուտելու հանգամանքը, բայց ես ուզում եմ տնտեսական մասով անդրադառնանք հարցին, արդյոք Իրանի հետ կապված մենք ունենք ապրանքային դիֆիցիտ, որովհետև նույն բեռաշքի համար, հաստատ ուտելու համար Իրանից նույն կաթնամթերքի հումք ենք մենք ներմուծում, կա այլ ընտրանքներ այս պահին, կառավարությունը տեսնում է այն ապրանքները, որը Իրանից բերվում է, այլ ընտրանքային երկրներից Հայաստան ներմուծում, սա առաջինը եւ երկրորդը կարճ, արդյոք դուք քննարկել եք ռուսական կողմի հետ, խոսել եք ավելի վաղ, երկաթուղու կոնսենսիոն կառավարում է այլ երկրին փոխանցելու հարցը։ Այս մասով որևէ քննարկում, որևէ պարզաբանում Ռուսաստանից կա, որովհետև մենք լսում ենք բավականին կոշտ հայտարարություն ռուսական կողմից։ Այո, քննարկումներ կան աշխատանքային մակարդակում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ
մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցին, ընդհանրապես ավելի լայն համատեքստում ասեմ, հարգելի գործընկերներ, մենք իհարկե շատ ցավում ենք եւ շատ ցավալի է մեզ համար, ինչ որ տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Մենք, ես աստծի առիթ ունեցել ենք ասելու, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգમાં։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի-տարիուկես առաջ է ձևավորվել։ Այսինքն մի տարի-տարիուկես կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարիուկես առաջ դա ստուգելի վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք, որովհետև Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ 6 ամիս առաջ են, չէ՞ եղել։ Եվ 6 ամիս առաջից հետո ակնհայտ չէր, որ այլևս չեն լինելու։ Այսինքն մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ եւ այդ խնդրի վերաբերյալ։ Եվ շատ լավ է, որ ոչ թե այդ օրը առավոտյան պետք է վարչապետը ափալ-թափալ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից, ինստիտուցիոնալ առումով մի տարիուկես, ես հիմա ուղղակի վախենում եմ շփոթել բանը, ամսաթիվը, եղել է այդ աշխատանքային խումբը։ Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը անհոգ է, ոչ, երբ որ բոլոր մնացածն էին անհոգ, Հայաստանի կառավարությունը իր գործողությունները կազմակերպում էր եւ որոշումները կայացնում էր։ Ոչ, չենք ունենում։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ձեր ներկուսակցական քարոզարշավը լուսաբանվում է, հա, ձեր կողմից եւ այնտեղ մի դրվագ տարածվեց, որտեղ դուք Արտաշատի քաղաքապետին ձեռքով հրում եք, բզում եք, որպեսզի լռեցնեք, չտա նախկին ոստիկանապետի անունը եւ չհայտնի, որ այս շենքը պատկանում է Արամ Հովհաննիսյանին։ Ինչ է փորձում լռեցնել։ Սա արդյոք մենք ընկալենք որպես լռեցման փորձ Արամ Հովհաննիսյանի անունը չտալու համար։ Եվ արդյոք պետք է ենթադրենք, կարծենք, որ նախկինների թալանի մասին խոսող ձեր իշխանությունը փորձում է օրինակ ենթադրաբար Արամ Հովհաննիսյանի թալանը թաքցնել։ Եվ մեկ անձնական բնույթի հարցը, պարոն Փաշինյան, դուք մկրտված եք, եթե այո, ապա կարող եք ասել, որ եկեղեցում որքան անեց այս մկրտել։ Շնորհակալություն։ Այո, ես մկրտված եմ, ես Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել 2007 թվականի ենթադրում եմ հուլիսի 25-ի կողմերը Շուշանի ծնվելուց որոշ ժամանակ անց երեխաների հետ միասին եւ Տեր Կորյուն քահանան այնց մկրտե, որը կինոհայրենիքի մեր Բաքում էր ապրում, ցավոք մահացավ մի քանի տարի անց։ Ինչ վերաբերվում է իմ այդ ռեակցիային, դա ռեակցիա է ուղղակի եւ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չի եւ պետք է նաեւ պաշտոնյաներին երբեմն թողել հանգիստ իրանք նախկին պաշտոնյաներին իրանք իրանք կյանքով ապրեն, առավել եւս որ այդ շենքը կառուցվել է 15 չգիտեմ 20 տարի առաջ, երբ որ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ աշխատելիս եղել։ Գիտեք ինչ, ես դատախազության անելիքները չեմ որոշում ու կանխորոշում։ Դատախազությունը ընդհանրապես բոլոր պետական մարմինները պարտավոր են իրենց անելիքը անել։ Հաջորդ հարցը օրագիրներից Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, դուք բազմիցս հայտարարել եք, որ մենք գնում ենք արևմուտք, նույնիսկ օրակարգում կա Եվրամիությանը միանալու հարցը։
Սակայն նախորդ շաբաթ դուք Լեհաստանում հայտարարեցիք, որ օրակարգում չունենք ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը։ Խնդրում եմ բացատրեք, ինչպես ենք մենք միանալու Եվրամիությանը, եթե օրակարգում չունենք ռուսական ռազմաբազան հանելու հարցը, եւ արդյոք ձեզ հայտնի է ԵՄ անդամ որևէ պետություն, որի տարածքում ռուսական ռազմաբազա է տեղակայված։ Ախ, ես չճանաչեցի ձեր կողմից ինձ վերագրվող արտահայտությունից, ես իհարկե հիմա շատ արտահայտություններ եմ արել, բայց չոր չեմ հիշում, որ ես երբևէ ասած լինեմ, որ մենք գնում ենք արևմուտք։ Սովորաբար ես ասում եմ, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, եթե հարգելիս դուք ընդհանրապես դուք մեջբերում եք ինձնից, հիմա դուք ասեք, որ դուք հիմա ինձնից եք մեջբերում, թե ձեր ընկալումն եք ներկայացնում։ Բառերը ընդհանրապես պատահական չի, որ ես անգիր եմ արել ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի նուրբ դարձվածքները, ճանաչել ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Հասկանում եք, բառերը տարբերություն ունեն։ Ես ասում եմ, ես չեմ ասել, որ մենք կամ եթե ասել եմ, ճշտեք, տեսնեմ որտեղ եմ ասել։ Մենք գնում ենք արևմուտք։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, այո, Հայաստանը ընդունել է Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, եւ նաեւ ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք եւ միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Եվ հաջորդ հարցը Հայտնի է ԵՄ անդամ որևէ պետություն, որի տարածքում Գիտեք, ես Եվրամիության փորձագետ չեմ, դուք երևի ավելի շատ ժամանակ ու արհեստական ինտելեկտին հարցրեք կպատասխանեմ։ հաջորդ հարցը Եվս մեկ անգամ բարև ձեզ, պարոն վարչապետ, ես այսօր իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնական փաստաթղթով եմ եկել։ Ձեր իշխանության տարիներին մի շարք քրեական գործեր բացվում են, վերաբացվում են եւ ըստ էության նպատակը նաեւ մենք ինքներս ենք ականատես լինում, նախկինում թաքնված դեպքերը ի հայտ բերելու։ Բայց այստեղ մի քրեական վարույթի մասին եմ ուզում հատուկ շեշտադրել։ 2017 թվականին քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իրավապահների կողմից ձերբակալվել էր եւ կա իմ ձեռքում այս պահին պաշտոնական փաստաթղթը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ ոստիկանության, ես կուզենայի հատուկ ձեզ տրամադրել, եթե կարելի է, եթե անվտանգություն դիտեք։ Պարոն վարչապետ, ես հետաքրքրվում եմ, ինչու դուք չեք հրահանգում այս գործը վերաբացել, որովհետեւ ըստ էության նախաքննական մարմինը ունի կոնկրետ հաստատումները կան եւ միգուցե վերաբացումը օգնի արձել մի հանգամանք, թե օրինակ ինչ հանգամանքներում է գործը փակվել 2017 թվականին։ Հանրապետական կուսակցության օրինակ, որ կարկառուն պաշտոնյան է, միջնորդել կամ միգուցե Հայաստանի Հանրապետական կուսակցության իրավապահների զանգարել, որ այս գործը փակեն։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր կունենան գործի վերաբացման կամ որևէ հանգամանքներ կկաշխանդի իրենց կամ որևէ խնդիր կառաջանա գործի վերաբացման մասով, մենք պատրաստ ենք համապատասխան ինֆորմացիայով իրավապահ մարմիններին օգնել, աջակցել։ Այստեղ պարզապես հարցը բարձրացնում ձեր քաղաքական համաձայնությունն է պետք, որտեղ Արթուր Հովհաննիսյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է։ Իրավական գործընթացը ես կապահովեմ, հաղորդումը կներկայացնեմ։ Շնորհակալություն։ Քաղաքական համաձայնությունը իրավական կատեգորիա չէ, եւ ինչ որ դուք ասեք, եթե չեմ սխալվում, ուղիղ եթերում եք, չէ։
իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցագործության կամ գործողության մասին հաղորդում կամ դիմում եւ օրենքով սահմանված ընթացք տալ։ Պարտավոր է։ Ես պատասխանեցի ձեր հարցը։ Գիտեք ինչ, դուք լավ չեք պատկերացնում, որ երկրում եք ապրում։ Որովհետև քաղաքական համաձայնություն իրավական ընթացակարգի վերաբերյալ գոյություն չունի։ Հաջորդ հարցը Սիվիկ Որոդե Հակոբյան։ Սանակոնի $1 միլիոն մրցանակային ֆոնդ, որը ամենայն հավանականությամբ կիսելու եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պարոն վարչապետ, ուզում եմ իմանալ, արդյոք այդ գումարները արդեն փոխանցվել են ձեզ եւ որոշել եք արդյոք թե ինչ ուղղությամբ են դրանք ծախսվելու։ Այո, գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել ինչ ուղղությամբ են ծախսելու եւ չի բացառվում նախկինում կայացրած իմ մտածածի ուղղությունը փոխեմ, բայց եթե այդպիսի բան լինի կտեղեկացնեմ։ Պարոն վարչապետ, դուք երկաթուղու մասով ասացիք, որ որոշակի աշխատանքային քննարկումներ կան ռուսական կողմի հետ եւ ինչ որ ըմբռնում է ձևավորվում։ Ես կխնդրեի ասել, դա արդյոք նշանակում է, որ Երևանը պաշտոնապես առաջարկել է կառավարման փոփոխություն Ռուսաստանին, եթե ոչ այդ քննարկումները, եթե զուտ աշխատանքային բնույթ են կրում, պատրաստում է արդյոք Երևանը նման առաջարկ անել Երևանին Մոսկվային պաշտոնապես եւ ըմբռնում արդյոք նշանակում է, որ Ռուսաստանը կան դրական ազդակներ, որ պատրաստ է կառավարման իրավունքը փոխանցել այլ երրորդ երկրի, ինչպես դուք եք ասել։ Գիտեք, մեր մոտեցումը գործընկերային է, եւ մենք խնդիր չունենք ֆորմալացնել անհրաժեշտից ավելի վաղ։ Մենք հիմա մեր գործընկերների հետ աշխատանքային գործընկերային քննարկում ենք անում եւ մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել, մեր խնդիրն է աշխատում ենք։ Որ իրենք պատրաստ են կառավարումը փոխանցել երրորդ երկրի։ Ըմբռնումը թեմայի շուրջ է։ Հաջորդ հարցը Արմատ։ Կառավարության ազգային ժողովի հարցու պատասխանի ժամանակ կրկին խոսեցիք 26-ից հետո խորհրդարանում ուժերի դասավորության հնարավորությունից եւ պնդումներ էիք անում, թե ովքեր կարող են լինել խորհրդարանում, ովքեր ոչ, եւ տպավորություն էր, որ դուք ինչ որ հարցումների կամ ինչ որ ինֆորմացիայի եք տիրապետում այդ հայտարարությունը անելիս, կխնդրեի հստակեցնեիք այդ պնդումները ինչպես էիք անում։ Այո, ես տիրապետում եմ հարցումների եւ ինֆորմացիայի բնականաբար եւ առանց դրա չէի կարող նման բան հայտարարել։ Լավ է անում, որովհետեւ այդ հարցումները մենք մեր աշխատանքային նպատակներով ենք արել։ Պարոն Փաշինյան, ձեր թիմի անդամները պարբերաբար հարցազրույցների ժամանակ եւ ոչ միայն պնդում են, որ Գյումրի երկուս թույլ չեն տալու, ուզում եմ հասկանամ ինչպես թույլ չեք տալու եւ եթե կհիշեք Երևանում իշխանություն, քաղաքային իշխանություն ձևավորելիս ձեր թիմն էլ բավարար ձայներ չէր հավաքել եւ հետո կոալիցիա նորից կազմվեց եւ այդպես իշխանություն վերցրեցիք քաղաքային, այդ ինչու մի բան ձեզ կարելի է ընդդիմությանը ոչ, մանավանդ որ քաղաքապետի անունը հիմա եւս կապվում է կոռուպցիոն գործի հետ։ Մենք որևէ բան թույլ տալու եւ թույլ չտալու միայն մի ձև ունենք քաղաքական ասպարեզում ներողություն, դա մեր քաղաքացիների եւ ժողովրդի հետ մեր հաղորդակցությունն է, մեր երկխոսությունը, ուրիշ միջոց չունենք։ Ես իմ պատասխանը վերաբերվում էր բոլոր մասերին։ Շնորհակալություն։ Նախ ես ուզում եմ անկեղծորեն ձեզ շնորհավորել բարեհաջող ամուսնալուծության կապակցությամբ, վստահ եմ դուք այսուհետ ավելի երջանիկ կլինեք, հատկապես որ իշխանությունը արդեն երկուսի միջև չեք կիսի, դա էլ գուցե անդրադառնա մեր երկրի վրա։ Ինչ վերաբերում է հարցին, նախ ուզում եմ ճշտել դուք հրաժարվել եք եկեղեցու դեմ արշավից, որովհետև վերջին շրջանում կարծես թե չեք ակտիվ արշավ չեք մղում եւ կաթողիկոսին հեռացնելու մասին չեք խոսում եւ Սևան այցի ժամանակ էլ կաթողիկոսի անունը իհեճուկս ձեզ հնչեց պատարագի ժամանակ ու գործընկերոջս հարցի տրամաբանության մեջ
ձեր թիմը ի վերջո ընդդիմադիր որ ուժի կամ տեխնացուի դեմ է պայքարում։ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, որը բանտարկված է ձեր թեթև ձեռքով կամ ձեր իշխանության շնորհիվ, ասենք Արման Թաթոյանի եւ Ավետիք Չալաբյանի, թե ասենք Սուրեն Պետրոսյանի, ում դեմ եք պայքարում։ Ելույթներից ելնելով կարծես թե պայքարում եք Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի դեմ։ Իրենցից եք վտանգ զգում, թե օրինակ Թաթոյանից եք վտանգ զգում, Սուրեն Պետրոսյանից էլ, մյուսներից էլ։ Եվ եթե այդպես է, գուցե դուք օրինակ Սամվել Կարապետյանին վերջապես ազատեք բանտային կալանք, այդ տնային կալանքից, թող դուրս գա ինքն էլ հավասար պայմաններում կարողանա ձեզ հետ մրցել պայքարել, որտեղ անհավասար մրցակցության մեջ է գտնվում։ Հիմա ձեր պայքարում դեմ է կոնկրետ։ Իմ պայքարի եւ հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը օրինակ իմ սոցիալական ցանցերի էջերն են եւ ուղիղ եթերները եւ կարծում եմ որևէ բան արդեն պրոբացիայի ծառայության բարձաբանումից հետո հասկացանք չի խանգարում որ ուղիղ եթեր մտնի ձեր նշած մարդը, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել նույնիսկ ինտերնետը եւ հեռախոսի չիպը ապահովել։ Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության եւ այդ պայքարը շարունակելու ենք։ Մենք երբեք եկեղեցու դեմ արշավ չենք արել, եկեղեցու դեմ արշավ արել է եւ անում է Կտրիժ Ներսիսյանը իր հակաքրիստոնեական, հակաբարոյական եւ հակաարժեքային խմբակի հետ, ինչ վերաբերում է իմ անձնական կյանքի մասին ձեր պնդմանը, կներեք դա համարում եմ սադրիչ եւ տափակ պնդում եւ ասեմ որ ես ասեմ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել եւ չի կարող կիսել եւ կարծում եմ դա պետք է ընդունեք ի գիտություն։ Դուք ասում եք Սամվել Կարապետյանը հնարավորություն ունի լայվ մտի, վստահ եմ հեռախոսի ունի, կարող է ուսուցիչներին ապահովել, ասենք թե կարող է մտնել, բայց նա անազատության մեջ չի կարող դուրս գալ եւ հավասարի կարոզարշավանել, ինչպես դուք եք հիմա օգտագործում այդ հնարավորությունը անում կամ թիմակիցներ։ Հիմա ձեր թիրախը կոնկրետով է Քոչարյանը, Թաթոյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, նախկինները առհասարակ որին ասում եք պետք է երբեմն հանգիստ թողնել։ Երբ որ ձեր նշած անձը Հայաստանի բոլոր ընտանիքների բոլորի վրա հոսանքի հավելագրումներ էր անում, ինքը այդ ժամանակ հավասարի հետ էր անում բոլորի հետ։ Նախորդ անգամ ասացիք մեր տունը ստուգեցին, մեր տանը հավելագրում չի եղել։ Շատ լավ, փողերի լվացում անելիս հավասարի հետ, չգիտեմ։ Կարծում եք փողերի լվացման դեպք գիտեք։ Ինչու հիմա հիշեցիք այդ մասին։ Եթե այդպեսի բան Փողերի լվացման գործը ես չեմ հարուցել, ես գործեր չեմ հարուցել։ Դիալոգի չենք վերածում, հաջորդ հարցը Աննա Կզիրյան։ Հիմա չի հարուցվել է բավականին վաղուց։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իմ հարցը վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ռոմանոս Պետրոսյանը օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ կա որոշում 100%-անոց պետականացնելու մասին։ Կխնդրեմ նշեք, թե այս գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, ինչպիսի ծանրաբեռնվածություն կլինի բյուջեի վրա, մանավանդ որ թոշակների բարձրացմամբ կան կարծիքներ, որ դրանք դա ռիսկային քայլ էր բյուջեի համար։ Այդ որոշումը ընդունվել է ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում նախնական ցավոք ընկերության եւ կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, որովհետև այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասրել է կիսել, այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այսինքն այդ ամեն ինչը բնականաբար իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է եւ մեծ խնդիրներ չեն լինի բյուջեի հետ կապված։ Հաջորդ հարցը շատ մասնագիտություն։ Պարոն վարչապետ, երեք Վրաստանում հայտարարեցիք, որ տեսնում եք տարածաշրջանային եռակողմ համագործակցության անհրաժեշտություն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ձևաչափով
եւ կոնկրետ ինչ ուղղություններով եք տեսնում այդ համագործակցության խորացումը, հատկապես փոխկապակցվածության, ենթակառուցվածքների տնտեսական ինտեգրման առումով եւ արդյոք կան արդեն համաձայնեցված կոնկրետ քայլեր, շոշափելի պայմանավորվածություններ կամ նախաձեռնություններ, որոնք կարող են մոտ ապագայում գործնական փուլ մտնել։ Եվ խոսեցիք անվտանգության մասին, տարածաշրջանում մեր շուրջը կատարվող իրադարձությունները հաշվի առնելով, ինչպես է գնահատում Հայաստանի անվտանգային համակարգի ներկայիս դիմակայությունն ու արդյունավետությունը եւ ինչ փոխելու անհրաժեշտություն եք տեսնում։ Շնորհակալություն։ Ներողություն եմ խնդրում։ Անվտանգությունը շատ երբեք չի լինում։ Եվ հետեւաբար դա էլ կա, որ մենք պետք է արձանագրենք, որ մենք չենք որևէ երկիր ակնհայտորեն տեսնում եք չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա, մեր դեպքում առավել եւս, որովհետեւ այդ ամեն ինչը ինչ որ մենք ունեցել ենք, ապրել ենք, վերապրել ենք, դա շատ երկարատև process է եւ այս փուլի ընթացքում ես կարծում եմ, որ մենք նախ շատ մեծ աշխատանք արել ենք, բայց շատ կարևոր է, որ ձեռք ենք բերել ռազմավարական գիտելիք, հարաբերություններ եւ պատկերացումներ, թե ինչպես է պետք հետագա աշխատանք շարունակել։ Իսկ տարածաշրջանի հաղորդակցության հետ կապված երեք ազգային ժողովում փորձեցի ավելի մանրամասնել, տեսեք, երբ որ մենք վերցնում ենք երեք մի աստղի, այսօր 50 ասեմ, լավ, 50 բեռնատարի մասշտաբով ենք նայում, պարզա որ կարող ընկալումը լինի, թե երեք երկրները 50 բեռնատարի համար ոնց պայքարեն, որ իրանց միջով անցնի, որ ինչ որ մի գումար ավել աշխատեն։ Բայց եթե խոսքը մենք հարցին նայենք 5000 բեռնատարի մասշտաբով, իսկ որ այդ 50,000 բեռնատարի 500,000 բեռնատարի պոտենցիալը կա, մենք կհասկանանք, որ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ենթակառուցվածքները եւ մի բան էլ ռազմավարական ներդրումով բավարար չեն այդ հոսքերը ապահովելու համար։ Եվ մենք պետքա ոչ թե մտածենք այս 50 բեռնատարը ոնց իրարից ստանենք, պետքա մտածենք 500,000 բեռնատարի համար ոնց Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգարակ միջանցքը, որպեսզի բեռները այստեղով հոսեն, բոլորից բերելով տասնյակ միլիարդների օգուտներ, սրա մասին է խոսքը։ Եվ նույն, գիտեք, ինչի մասին ուզում եք, էներգետիկ, գազ, նավթ, ինտերնետ, մարդ ուղևորափոխադրում, օդային, երկաթուղային, ցանկացած ամեն ինչի մասին ասա։ Եվ ես ընդ որում ես ուրախ եմ, որ ես զգում եմ, որ մեր ընկալումը սկսում է փոխվել, այդ այն դեպքն է, ենթադրեք մի տարի առաջ ուրիշ բան էիք ասում, եւ ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ արդեն այս թեմայով խոսակցությունը սկսելու նախանշաններ կան, ինչ շատ մեծ հաջողություն։ Չնայած տրիպը արդեն համաձայնեցված քայլ է, որովհետև տրիպը իրականում երեք Վրաստանում այդ թեմայի մասին էլ ենք խոսում։ Ի վերջո եկեք չմոռանանք, որ տրիպը խաղաղության խաչմերուկի մաս է, եւ իհարկե ես հույս ունեմ, որ Իրան Իսլամական Հանրապետության շուրջ հնարավորինս արագ կայունությունը եւ խաղաղությունը կվերականգնվի, բայց օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց, Սև ծով գիծը պետք է աշխատի, որտեղ եւ Վրաստանը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն։ Ու հավասարը էտել են չի, մեկի տարածքում մի քիչ երկար է, մյուսի տարածքում մի քիչ կարճ, նկատի ունեմ ներգրավվածության առումով։ Մի ճշտում պարոն վարչապետ, եթե կարելի է ներողություն։ Վրաստանի հետ կապված է հարցը ճշտելու համար ներողություն եմ խնդրում, նաև գործընկերոջից Շնորհակալություն, շարունակելով երկաթուղու թեման, պարոն վարչապետ, տեղեկություններ կան, որ Քաթարը եւ Քուվեյթը ստանձնել են, նախնական համաձայնություն կամ քննարկման դաշտ են եկել հայկական երկաթուղին
կառավարելու հարցի շուրջ, արդյոք դա համապատասխանում է իրականությանը թե ոչ, եւ երբ որ դուք ասում եք դրական ազդակներ կան Մոսկվայի հետ բանակցություններում, ձեր առաջարկից ԿՊ-ում արված հայտարարությունից 1 կամ 2 օր հետո Շոյգուն հայտարարեց, որ հայկական երկաթուղին մեկ գիշերում կփլուզվի, եթե կառավարումը մեր ձեռքից վերցնեն։ Այս առումով կարող եք հստակեցնել հիմա ի վերջո կա իրենց կողմից համաձայնություն տալու թե չտալու, եւ եթե դա Հայաստանի սեփականությունն է, ինչով է պայմանավորված այս քննարկումների շարքը, միանգամից պայմանագիրը թույլ չի տալիս հետ վերցնել, հաշվի առնելով, որ օրինակ պետք է Հարավկովկասյան երկաթուղին կատարել ստանձնասպարտավորություններ ուներ, որոնք չի կատարել եւ դա ինքնին պայմանագրի խախտում է։ Եվ մեկ հարցել պարոն Փաշինյան, արդյոք կարողանում է Նիկոլ Փաշինյանը պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դուք 2019 թվականին ասում եք Հայաստանում օլիգարխներ չկան, խոշոր սեփականատերեր են, բայց 5-6 տարի հետո հայտարարում եք, որ օլիգարխների ճանապարհը փակվելու է առաջիկա ընտրություններով։ Հիմա եթե օլիգարխներ չկան, դուք ում դեմ եք պայքարում։ Դե Հայաստանում չկան, ուրիշ տեղից կգան, էլի, ինչ ա եղել, ակնհայտ չի։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, տեսեք, առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը ուրիշ բան է։ Իհարկե Հայաստանի Հանրապետության սեփականությունն է երկաթուղին, եւ իհարկե Հայաստանի Հանրապետությունը կարող է ուղղակի խզել եւ չեղարկել պայմանագիրը։ Մի րոպե, բայ այդ եմ ասում, մեզ պետք չի որ դա գնալ ինչ որ բանի սուր խոսակցության կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք, խոսենք, քննարկենք, վատ բան ենք անում։ Պայմանագիր խզել, ասենք, միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է։ Պետքա պայմանավորվել, պետքա խոսել, ինչի մենք ես էլ եմ ասում, մեր միջպետական հարաբերությունները, մեր այդ թվում մեր անձնական հարաբերությունները այն թույլ չեն տալիս եւ ընդհակառակ թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Էլի հարց տվեցիք, բայց չի հասցրեցի արձանալ։ Դրա համար խնդրում եմ մի հարց տվեք, որ կարողանամ պատասխանել։ Գիտեք ինչ հիմա թեման կա, գիտեք տարբեր գործընկերների հետ կարող ենք քննարկել։ Մի սկզբունք կա, որը մենք կարծում ենք, որ ճիշտ սկզբունք է։ Այնպիսի երկիր կամ ընկերություն կամ երկրի ընկերություն լինի, որը եւ Հայաստանի հետ ունենա նորմալ լավ հարաբերություններ, եւ Ռուսաստանի հետ, որպես թեման չսրվի, այսինքն էլի չդառնա դրի որիշ դաս։ Ես հիմա չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետեւ աշխատանքային մակարդակում է ամեն ինչ։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մի քանի օր առաջ Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց, բայց կարծեք թե չպարզաբանվեց խոսքը ինչի մասին է։ Խնդրում եմ մանրամասնեք, հա, ինչ։ Պարոն Փաշինյան, երեկ Արման Թաթոյանը փաստեր ներկայացրեց, որ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի նոր տարածքներ, ներխուժել են Ջերմուկ եւ Վարդենիս նոր դիրքերի։ Նա փաստեր ներկայացրեց արբանյակային լուսանկարներով ըստ էության, երեկ մենք տեսանք, որ Պաշտպանության նախարարը հերքեց ըստ էության, բայց փաստեր չկան, այսինքն մենք տեսանք մի իրավիճակ, երբ մարդը փաստերով ներկայացրեց լուսանկարներով, որ տեղի է ունեցել ներխուժում, մյուս կողմից ուղղակի լսեցինք հայտարարություն, որ չկա նման բան, կխնդրեի սրան ոնց եք դուք ապացուցում, որ չկա նման բան, եւ երկրորդ հարցս ինչու եք դուք եւ ձեր թիմակիցներ այս նախընտրական փուլում սպառնում հայ ժողովրդին, որ եթե ձեզ չընտրեն, պատերազմ կլինի։ Այսինքն սա ինչ է, շանտաժ է, վարչական ռեսուրսի չարաշահում է, ինչ կարող ենք սրա անունը դնել, երբ որ Facebook-ում ձեր թիմակիցների հասցեին մեկը մի բան է, ստատուս է գրում կամ մեկնաբանություն, դա մեկնաբանում եք, որ սպառնալիք կար եւ քրեական գործեր են հարուցվում, հիմա դուք հայ ժողովրդին սպառնում եք պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ, այսինքն փաստացի, արդյոք չպետք է գնահատականի արժանանա նաեւ ձեր եւ ձեր թիմակիցների այս արարքը։ Շնորհակալություն։ Հայ ժողովրդին ոչ մեկ չի կարող սպառնալ եւ առավել եւս մենք, որովհետեւ մենք հայ ժողովրդի ներկայացուցիչներն ենք, լեգիտիմ։ Մենք կարող ենք մեր ժողովրդի հետ կիսել այն տեղեկությունները եւ եզրակացությունները, որոնք մենք արել ենք։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին,
Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, այդ հայտարարությունից հետո ես որևէ բան ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ես նոր պատասխանեցի ձեր հարցին։ Ես նոր ձեր հարցին էի պատասխանում։ Դուք մենակ ձեր հարցերն եք լսում։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Հաջորդ հարցը ես Պարոն Փաշինյան, ձեր քաղաքական հակառակորդները, ովքեր Ռուսաստանի Դաշնության հետ ինչ-որ ձևով կապ ունեն, ձեր թիմակիցները իրենց անվանում են ԿԳԲ-ի գործակալ կամ առնվազն ակնարկում են։ Վերջերս հրապարակվեց փաստաթուղթ, որից երևում է, որ ձեր եղբայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ինչու է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Արդյոք դուք հանձնարարել եք օբյեկտիվորեն, ինչպես որ ԱԱԾ-ին հանձնարարում եք սատանաներ որսալ, հանձնարարել եք ուսումնասիրել ինչու է այնտեղ աշխատել, ինչ գործունեություն է ծավալել, գուցե նա ևս ԿԳԲ-ի գործակալ է։ Վերադառնալով Արամ Հովհաննիսյանի հետ կապված հարցին, Արամ Հովհաննիսյանի որդի Հրաչյա Հովհաննիսյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով մասնակցելու է ընտրությունների պատգամավորական, եւ սա նշանակում է, որ առնվազն այս ընտանիքը ի նպաստ ԿՊ-ի աշխատելու է ընտրությունների։ Մամուլում տեղեկություններ կան, հրապարակվել են ուսումնասիրություններ, ըստ որի Արամ Հովհաննիսյանի որդին համայնքային հող է օտարել։ Եվ հակափաստարկ ուսումնասիրություն չի եղել, առնվազն պետական կառույցները չեն ուսումնասիրել եւ հակափաստարկ չի ներկայացվել։ Այս առումով ձեր բզելը որքան կապ ունի այս իմ հարցի հետ եւ իհարկե ձեզ ինչպես հասկացա հաճելի չէր, երբ անձնական բնույթի հարց հնչեց, բայց ես այլ կոնտեքստում եմ ուզում ձեր եւ Տիկին Հակոբյանի ամուսնալուծության հարցը տալ։ Նախկինում դուք քաղաքացիական կյանքով եք ապրել, այսինքն քաղաքացիական ամուսնություն է եղել, առնվազն գրանցված չի եղել։ Եվ Աննա Հակոբյանը ապրել է կառավարական ամառանոցում։ Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ տալիս է, որ քաղաքացիական կյանքով ապրող ամուսինները միասին գտնվեն կառավարական ամառանոցում եւ պետական բյուջեի միջոցների հաշվին այնտեղ ապրեն։ Շնորհակալ եմ։ Օրենքի հետ կապված թող իրավաբանները բարձաբանեն։ Ուրեմն դուք կարող եք հարցում անել եւ պատասխան ստանալ։ Ընդհանրապես պետական իշխանության համակարգում, կառավարության համակարգում գործում է աշխատանքային խումբ, ով պաշտոնյաների հնարավոր ոչ օրինական, ոչ իրավական գործողությունների վերաբերյալ հրապարակումները ուղարկում է իրավապահ մարմիններին։ Բացառված է, որ մեր իրականության մեջ որևէ պաշտոնյայի կողմից ապօրինություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն լինի եւ դա համապատասխան մարմինների կողմից քննության չարժան։ Դրա համար ոչ հանձնարարության կարիք կա, այդ հանձնարարությունները շատ վաղուց տրվել են եւ ինստիտուցիոնալ ձևով այդ բոլոր հարցերին անդրադարձ է կատարվում։ Ինչ վերաբերվում է իմ եղբայրը 90-ականների երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիների նման արտագաղթել է Հայաստանից եւ ապրել է Հայաստանում։ Իմիջիայլոց այդ թեման քանի որ շատ է շոշափվում նաեւ ասում են, որ ընտրությունների ժամանակ Ռուսաստանից մարդկանց են բերելու եւ այլն եւ այդպես շարունակ, որ մեր դեմ քվեարկեն, նույնիսկ կոչեր են հնչում, որ չգիտեմ օրենսդրական փոփոխություններ արվեն, դա այլ թեմա է, բայց ես համոզված եմ, որ եթե այդ խաղովակով մարդիկ գալու են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որովհետև նրանք չեն կարող քվեարկել իրենց արտագաղթի օգտին, նրանք կարող են քվեարկել իրենց ներգաղթը ապահովելու օգտին մի երևույթ, որը 2025 թվականին արդեն իսկ սկսվել է։ Հաջորդ հարցը Եղեմետ է։ Պարոն Փաշինյան, արդեն
2 ամիս է դուք խուսափում եք ուղիղ հնչեցնել կաթողիկոսի անունը եւ պասիվ եք սուրբ եւ անմահ պատարակներին մասնակցելուց, արդյոք սա խոսում է ստրատեգիական ձախողումների մասին, նշանակում է, որ սկզբում մեղադրում էիք կաթողիկոսին երեխա ունենալու մեջ, հետո այլ մեղադրանքներ հնչեցվեցին, արշավ սկսվեց եկեղեցու դեմ, սակայն դա էլ արդյունք չտվեց։ Ո՞րն է հաջորդ քայլը։ Եվ ոստիկանությունը 24 ժամ հսկում է Մասյացոտնի թեմը, փաստորեն ոստիկանությունը հսկում է միայն Արման Սարոյանին, այն մարդիկ, ովքեր մտնում են Մասյացոտնի թեմ, եկեղեցու տարածք, նրանց անվտանգությունը չի հսկվում եւ այսինքն ընտրովի է ոստիկանության աշխատանքը։ Այն մոմավաճառը, որը պաշտպանում է կարելի ասել Արման Սարոյանին, կարող է խփել տեսախցիկին, միկրոֆոնին, անվայելուչ բառեր ասել լրագրողներին, սակայն դա ոստիկանների աչքից վրիպի։ Ոստիկանությունը ապահովում է դատարանի որոշման կատարումը, ինչ վերաբերում է այն պասիվությանը, որտեղ եք տեսել պասիվությունը, այսինքն ինչ նշանակում պասիվ են պատարակների ժամանակ։ Եվ երկրորդը կտրիչ Ներսյանին ես կաթողիկոս շատ վաղուց չեմ համարում, այնպես որ ոչ մի նորություն չկա։ Եվ վերջին հարցը Անդրեա Ռադիո։ Պարոն վարչապետ, հարցին իհարկե անդրադարձ եղավ, խոսքը վերաբերում է երկաթուղիների կոնվենցիոն կառավարման, կոնցեսիոն կառավարման հանձնելուն։ Պայմանագրում այսպիսի մի կետ կա, կոնցեսիոները կարող է կոնցեսիոն ակտիվները եւ հողամասերը վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնել երրորդ անձի առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման։ Հասկանալի է, որ ռուսական կողմը եթե օգտվի այս կետից կարող է առանց Հայաստանի հետ համաձայնության երրորդ երկրի փոխանցել, այս դեպքում ինչ կլինի, եթե այդ երրորդ երկիրը Հայաստանի համար ընդունելի կողմ չլինի եւ ընդհանրապես Հայաստանի համար որ տարբերակն է ավելի ամրապնդված։ Ես կարծում եմ անկախ ձեր մեջբերածից ձեր նշածը իրատեսական սցենար չէ, նման սցենար չի կարող լինել, որովհետեւ այո, այդ դեպքում համաձայնության կարիք չկա, բայց մյուս լրագրողը ուրիշ բան մեջ բերեց, եթե գործողությունը լինի, որ մեզ համար ընդունելի է, մենք էլ կարող ենք մեր կողմից պայմանագիրը խզել, հարցը դա չի, բայց ես ասում եմ, որ դա իրատեսական սցենար չէ։ Շնորհակալ եմ։